Ամեն տարի մարտի 30-ին եւ 31-ին գյումրեցի մարզասերները հավաքվում են մեկ տանիքի ներքո։ Մասնակցելու պատվարժան եւ հարգված գյումրեցի ըմբշամարտիկ Գյումրիում մեծ հեղինակություն վայելող Սերոբ Գրիգորյանի հիշատակին նվիրված հուշամրցաշարին, որն այս տարի 6-րդն էր եւ հոբելյանական էր, քանի որ երջանկահիշատակ Սերոբ Գրիգորյանը մարտի 31-ին կդառնար 50 տարեկան։ 6-րդ հուշամրցաշարն իրենց ներկայությամբ պատվել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը, պատգամավորներ, նախարարներ, մարզպետներ, ովքեր արդեն երկրորդ անգամն էին լինում Գյումրիում հուշամրցաշարի առիթով։ Հուշամրցաշարին մասնակցում էին 25 թիմեր, 250 մարզիկներ, 10 քաշային կարգերում մարզիկների մրցանակները սահմանել էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Եթե ոմանք նոր են քաղաքը այցելելի, ճանաչելի դարձնելու անվան տակ, իսկ իրականում նեղ անձնական ու քաղաքական նկատառումներով ինչ-որ եզրափակիչներ կազմակերպում, ապա ըմբշամարտի հուշամրցաշարի կազմակերպիչ եւ հովանավոր Մարտուն Գրիգորյանը դեռևս 6 տարի առաջ է իր առջև Գյումրին ճանաչելի դարձնելու խնդիր դրել։ Ամեն տարի ընդլայնելով հուշամրցաշարի աշխարհագրությունը եւ Գյումրի բերելով բնագավառի եւ ոչ միայն բնագավառի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներին։ Այսօր ըմբշամարտ բառը Հայաստանում մասամբ նույնացվում է Սերոբ Գրիգորյանի ավանդական հուշամրցաշարի հետ, որովհետև այն իր կազմակերպչական մակարդակով եւ մրցանակային ֆոնդով վաղուց գերազանցել է Հայաստանի Հանրապետության առաջնություններին։ Սերոբ Գրիգորյանի Շիրակի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի հուշամրցաշարի տարեգրության եւ Մարտուն Գրիգորյանի մարզաշխարհում ունեցած ներդրման մասին ներկաները ծանոթացան տեսաֆիլմով, որից հետո իր խոսքն ասաց ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Մարտուն Գրիգորյանը։ Պարոն Ծառուկյան, մենք շնորհակալ ենք, որ դուք մեզ հետ եք, մեր կողքին եք, այսել 2 տարի մրցումները կազմակերպվում է ձեր հովանավորությամբ, ձեր աջակցությամբ, իսկ ձեր ներկայությունը միանշանակ ոգևորում է մեր սպորտսմեններին, մեր մարզիկներին, դա անժխտելի փաստ է։ Այս մրցումները տարբերվում են մյուս մրցումներից, քանի որ մասնակցում են եւ հունահռոմեական ոճի ըմբիշները եւ ազատ ոճի ըմբիշները, որպես հոբելյանական տարի երկու մարզաձևն ընդգրկել ենք։ Սիրելի գյումրեցիներ, շնորհակալ եմ, իսկ մեր մարզիկներին մաղթում եմ հաջողություն, ամենալավն ու բարին։ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրամանագրով ֆիզիկական կուլտուրայում ունեցած իր ներդրման եւ հսկայածավալ աշխատանքների համար Մարտուն Գրիգորյանն արժանացավ Հայաստանի օլիմպիական կոմիտեի բարձրագույն պարգևին։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի թիվ 27 հրամանով ֆիզիկական կուլտուրայի զարգացման, օլիմպիական գաղափարների տարածման գործում ներդրած ծառայությունների համար Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ոսկե շղթայով է պարգևատրվում Մարտուն Գրիգորյանը։ Պարգևատրում է պարոն Գագիկ Ծառուկյանը։ Ինչպես նաև ըմբշամարտ մարզաձևում մեծ ավանդի համար Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալին։ Հիշեցնենք, որ 2011 թվականին Մարտուն Գրիգորյանը կոմիտեի կողմից պարգևատրվել էր Տրդատ 3-րդ Արշակունի մեդալով։ ՀԱՕԿ-ի Տրդատ 3-րդ Արշակունի մեդալով պարգևատրվեց Սերոբ Գրիգորյանի մարզիչ Ռոբերտ Սարգսյանը։ Վաստակավոր մարզիչներն արժանացան ՀԱՕԿ-ի եւ Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրերին։ Սա մեկ անգամ եւս հնարավորություն է տալիս մեր երիտասարդներին մրցելու, փորձելու իրենց ուժը, իրենց տաղանդը եւ ի հայտ գալու, որ կատարին տարվա վրա իհարկե նկատել է մեր արդյունքները մարզաշխարհում, երևի բոլորդ էլ տեսնում եք ամբողջ աշխարհով, աշխարհի Եվրոպա առաջնություններին, միշտ էլ հայկական դրոշը բարձրանում է, հայկական հիմնը հնչում է եւ այսօր մենք բոլոր սպորտաձևերում եւ համապատասխան բոլոր քաշերում ունենք մեր չեմպիոններին։ Ես եկել եմ անցյալ տարի Գյումրի եւ իմ կողմից որոշում կայացեցի եւ արդեն ամբողջ շինանյութերը այստեղ են, որ մենք մի 10 օրից հստակացավ 4000 քառակուսի մետր մարզադպրոց Գյումրու համար, որ բոլոր պայմանները կա բոլոր սպորտաձևերի։ Մարտուն Գրիգորյանը, որը այսօր Գյումրու ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահն է, նա մեծ աշխատանք է կատարում ոչ թե միայն սպորտով, այլ ընդհանրապես երիտասարդ, որը ցանկություն ունի, ձգտում ունի
ձեռագիր թողելու, լավ անելու, որը ես նա իմ կուսակից ընկերն է, ես հպարտանում եմ։ Կա աշխատասիրություն, կա ցանկություն, ինքը իրենով չի բավարարում, այլ ուզում է, որ լավ լինի, ընդհանուր։ Եվ իր գյումրեցիների համար, իր թիմի համար, որը ցանկությունը, աշխատասիրությունը, կազմակերպվածությունը մեծ է եւ որը երիտասարդ է դեր ապագան արժեվում է։ Հուշամրցաշարն իրենց կատարումներով ողջունեցին Էսկատապարի թատրոնը եւ Մուրադ Ղանխասյանը Գյումրիի երգի կատարմամբ։ Հուշամրցաշարի եզրափակիչ գոտեմարտերը տեղի ունեցան դրամատիկական թատրոնում եւ ներկաների բուռն քաջալերանքի ուղեկցությամբ բացահայտվեցին հուշամրցաշարի հաղթողները, ովքեր պարգևատրվեցին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի, Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանի, Շիրակի մարզին բշամարտի ֆեդերացիայի նախագահ Մարտուն Գրիգորյանի եւ Արկադի Գրիգորյանի կողմից։ Մարտուն Գրիգորյան.am համացանցի այս տիրույթում արդեն գործում է ազգային ժողովի падգամավոր Մարտուն Գրիգորյանի պաշտոնական կայքէջը։ Այցելուներն այստեղ կգտնեն падգամավորի քաղաքական, падգամավորական, սոցիալական եւ հասարակական գործունեությանը վերաբերող տեղեկատվություն։ Հարց падգամավորին բաժնում դուք հնարավորություն ունեք հարցեր հղալու Մարտուն Գրիգորյանին եւ ստանալու ձեր պատասխանը։ Կայքէջում կարող եք նաեւ ուղիղ հեռարձակմամբ հետեւել падգամավորի մասնակցությամբ հեռուստաեթերներին։